Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը դեմ է համանդրական փոփոխություններին, սակայն համամիտ չէ ոչի ճակատի որոշ մոտեցումների հետ։ Եթե բարի մարդ լինի երկրի նախագահը, ինչպես մեր պապիկը եւ բոլոր ցանկությունները կատարի, դեպքում համանդրության կարիք էլ չի լինի։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համար համանդրական փոփոխությունների նախագծում անհասկանալի է մնացել առնվազն 101 պատգամավոր ձևակերպումը։ Իրենք գնալու են ռեյտինգային քվեարկության շրջաններում։ 41 օկրուգում նորից լինելու է, ինչ են այսօր օլիգարխ կոչվածները հանգիստ սուսուփուզ նստած ձեն չեն անում, որովհետև իրենց ասել են կգնաք այնտեղ ռեյտինգային քվեարկություն կանեք եւ էլի նորից կանցնեք խորհրդարան։ Ըստ քանդակագործ Ֆերդինանդ Արաքելյանի, Սահմանադրության նոր նախագծին այո եւ ոչ քարոզողները բոլորին չէ որ կարողանում են համոզել։ Ինչ է, ես երեխա չեմ, ամեն մեկը կանգնի անգրագետ դուրս է, ես էլ ծափ տամ։ Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին, թեև մտավախություններ ունի։ Մեկ կուսակցության տիրապետման վիճակ եւ դա հիմա էլ է այդպես, այո, բայց այդ պարագայում արդեն կդառնա դա ամրագրված։ Ոչ միայն օրենքով, այո, ամրագրված։ Ազատության հրապարակից մեկնարկել է երթ դեպի Բաղրամյան 26։ Կարմիր քարտ նախաձեռնության անդամները իշխանությունից պահանջում էին իրենց նամակների պատասխանները, թե ինչու է մեր երկրում իրական գնից ավելի թանկ էլեկտրաէներգիան, գազը, ալյուրը, շաքարավազը եւ բենզինը։ Ռուսաստանի կառավարությունը պատրաստում է արգելել Թուրքիայից որոշ մթերքների ներմուծումը, հայտնում է Իզվեստիա թերթը, հղում անելով գյուղատնտեսության նախարարության աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով ցուցակում ընդգրկված են սառեցված մսամթերքը, ընտանի թռչունների միսը, աղացած կամ ծխեցված միսը, կաթն ու կաթնամթերքը, այդ թվում կաթնաշորն ու պանիրը, ձկնեղենը, ծովամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, բանջարեղենն ու կանաչեղենը։ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը անցած տարվա հունիսին Իրաքի եւ Սիրիայի տարածքում խալիֆայություն հռչակելուց հետո Սիրիայում մահապատժի է ենթարկել ավելի քան 3,500 մարդու, որոնցից մոտ 2000-ը խաղաղ բնակիչներ էին։ Այդ տվյալները ներկայացրել է Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը, հավելելով, որ միայն անցած ամսվա ընթացքում իսլամիստները Սիրիայում սպանել են 53 մարդու, որոնցից 35-ը քաղաքացիական անձինք էին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստների հայտարարությանը, որով նրանք հերքում էին Հայաստան-Ալբանիա խաղը ծախելու մեղադրանքը։ Եթե հիշում եք, ես արդեն ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ, խոսելու բոլոր հարցերի շուրջ եւ նրանցից ստանալու հստակ եւ վերջնական պատասխաններ։ Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու։ Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք։ Ոչ մեկին խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը, ասել է Ռուբեն Հայրապետյանը։ Օրվա լրահոսը։ Եթե Սերժ Սարգսյանը համարը եւ չկասեցնի նոր սահմանադրության հարաքվեն, նրան սպասվում է կամ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի կամ Ռումինիայի բռնապետ Նիկոլայ Չաուշեսկուի ճակատագիրը։ Ընդրությունը նրանն է։ Այս ամենը տեղի կունենա օրեր հետո, վաղվանից նոր Հայաստանը սկսում է անհնազանդության շարժում եւ տուն չի գնալու մինչեւ իշխանության հարցերը չլուծի։ Մեր հորդորն է, որ ռեժիմի բարակլուխը փորձի նահանջը կազմակերպել ոչ բռնությամբ եւ այս ամբողջից դուրս կանգնենք խաղաղ մեթոդով։ Այս պայքարը նման է լինելու 2008-ի մարտի 1-ին, որը 2 չդարձավ, Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով դեկտեմբերի 1-ը կունենա մարտի 2։ Եվ բնականաբար առանց զոհերի։ Ժիրայր Սեֆիլյանը լավատես է, գրեթե վստահ է, որ իշխանությունն անհամություններ չի անի եւ նույնիսկ հնարավոր է կասեցնի հանրաքվեն։ Ես ունեմ զգացողություն, որ այսօր դարբեր մագարտակներով, դարբեր ադյաններում մեր երկրեն ներս թե դուրս քննարկվում է արդեն գասեցման
օրագարկը։ Պայքարին հրավիրվում են բոլորը տաքակուստով եւ սնունդով, իսկ եթե սնունդ չունեն, Նոր Հայաստանը կկերակրի նրանց, օթևան չունեցողներին կտրամադրվեն կացարաններ։ Երևանցիք պիտի հերթական անգամ ցույց տան իրենց վիրունգալությունը մեր մարզերի բնակիչների նկատմամբ։ Բացառված չէ, որ հանրահավաքի օրերին վրաններ տեղադրվեն Ազատության հրապարակում, այդ մասին արդեն իրազեկել են քաղաքապետարանին։ Սեֆիլյանը ենթադրում է, որ իր կալանավորման հարցը Բաղրամյան 26-ի օրակարգում է։ Ունեն ցանկություն, բայց չեն կարողանում։ Ի դեպ Նոր Հայաստանի ներկայացուցիչը խոսեց նաև Նորքմարաշում տեղի ունեցածն իրենց հետ կապելու փորձերի մասին, կալանավորվածների մեծ մասն ազնիվ մարդիկ են։ Բարբերաբար հատուկ ծառայությունները, նրանք ունեցել են պրոյեկտներ նամանավանդ ազգայնական գաղափարներով դարված երիտասարդության շրջանակներում որսալու երիտասարդներին մի նպատակով, վերահսկողության տակ բայելու նպատակով։ Անշուշտ այս process-ը չի դադարել։ Պարոն Սեֆիլյանը հատուկ օպերացիայով չեզոքացվածներին համարում է KGB-ի զոհեր։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միացավ ԱՅՈ-ի ճակատին։ Կենտկոմի պլենումը որոշեց ԱՅՈ ասել սահմանադրական բարեփոխումներին։ Այսօրվա իշխանությունները ճիշտ են անում, պաշտպանելով հարաբերությունը Ռուսաստանի Դաշնության հետ եւ վերջին հաշվով Ռուսաստանի հետ հարաբերվելը դա ոչ գաղափարական, ոչ քաղաքական խնդիր է, այլ դա ազգի անվտանգության խնդիրն է։ Այդ իսկ տեսակետից մենք որոշեցինք, որ մենք չենք կարողանում միանալ այն ուժերին ընդդիմադիր, որոնք ուզում են Հայաստանը կտրել Ռուսաստանից եւ տանել դեպի արևմուտք։ Կոմունիստները կողմ են, քանի որ նրանք համակարգային փոփոխություններ են ուզում։ Սահմանադրության ընդունման դեպքում ընդդիմադիր ուժերը կկարողանան մասնակից դառնալ իշխանությունների ձևավորման։ Մինչ այս որոշումը կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Սերժ Սարգսյանին։ Առաջին անգամ էի ես մենք նախագահի մոտ շատ հանգիստ, շատ հիմնավորված, մենք զրուցեցինք, եկանք ընդհանուր հայտարարի եւ բաժանվեցինք։ Նրանք Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ երկրում ստեղծված իրավիճակը կապված չէ սահմանադրության հետ, պարզապես օրենքները չեն աշխատում։ Պահանջեցինք, որ ամեն ինչ պետք է արվի, որ եթե սահմանադրությունը ընդունվեց, սահմանադրությունը աշխատի։ Ի դեպ, Կենտկոմի առաջին քարտուղարը շնորհավորեց նաև հայ ժողովրդին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 95-րդ տարեդարձի կապակցությամբ։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին է Հայաստանը հռչակվել խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Մի քանի օր է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում սղոցի ձայնը չի կտրվում։ 4 ծառեր են կտրվում։ Եվ ինչ նպատակով մաքրումն են կատարում։ Ծիծեռնակաբերդի տարբեր հատվածներում ծառահատման աշխատանքներ են ընթանում։ Քաղաքապետարանի թույլտվությունն է, քաղաքապետարանն է տեղյակ թույլտվությունն է, մեր տնտեսության ղեկավարի հրամանն է։ Տարածքի մաքրում, թեքված ծառերը, բարձր ծառերը խորքային էտումներ են քանում։ Ուրիշ ոչինչ։ Թե որքան ծառ է արդեն հատվել եւ առաջիկայում որքան է հատվելու, պաշտոնյան չի հայտնում։ Իսկ հարակից տարածքի բնակիչներն այս օրերին անհանգստացած են։ Արդյոք հերթական շինությունը կառուցելու համար չեն ծառերը հատվում։ Մանավանդ որ մարզահամերգային համալիրի վաճառքից հետո պաշտոնապես նշվեց, որ տվյալ տարածքում կառուցվելու է զվարճանքի վայր։ Դա բնակչության խախտում չի։ Մենք տարածքն սա զբոսայգի է, ոչ թե անտառ, մենք որ թողնենք ամեն ծառ թուփ մնա։ Առողջ ծառերին մենք չենք կպնում։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից կտրականապես հերքում են, թե Ծիծեռնակաբերդում ծառերի հատում է կատարվում։ Ծառ հատելը հանցագործություն է։ Եթե ունեք փաստ, որ առանց թույլտվության մայրաքաղաքի որևէ հատվածում ծառ է հատվել, ներկայացրեք, նշեց քաղաքապետարանի աշխատակից Արթուր Սարուխանյանը։ Ըստ նրա տրվել է միայն էդի թույլտվություն, իսկ հետագա գործընթացի պատասխանատուն բացառապես Ցեղասպանության թանգարան ինստիտուտն է։ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տարաների արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունից տուժած աշխատակիցներն այսօր կրկին եկել էին կառավարության շենքի մոտ։ Գործարանը 1 տարի շարունակ չի վճարել աշխատավարձերը, իսկ օգոստոսից դադարեցրել է արտադրությունը։ Մենակ օթով ապրել չլինի, մենք էլ մարդ ենք, հիվանդ մարդ եմ ես օրինակ։ Ամեն օր խափում եմ, այս շաբաթ կլինի, այն շաբաթ կլինի։ Գործարանի տնօրինությունը աշխատակիցների խոսքերով իրենց խոստացել էր մինչև ամսվա վերջ բոլոր գումարները վճարել։ Եկա գումար ունենք ստանալու, չեք կարող ստանանք։ Օրը գնում ենք 50 մանետ, մի քանի հոգու տալիս են, ճամփու դնում, գնում ես ասում ես փող չկա, քեզանից հետո մի քանի հոգու տալիս է։ Եթե ես վերջնահաշվարկը արել, ինչի ինձ փող չեն տալիս։ Ընկերությունը 350 աշխատակցի 150-ից մինչև 300,000 դրամ է պարտք։ Հուլիսի 26-ից ես ազատվել եմ աշխատանքից։ Մինչև հիմա ինչքան գնացել եմ,
ասել են, որ երբ գումարը լի ձեր վերջնահաշվարկը կտա։ Մինչև հիմա ոչ մի վերջնահաշվարկ չեն տվել, ոչ մի կոպետ էլ չեն տվել։ Կառավարությունից խոստացել են վաղը հանձնաժողով ուղարկել գործարան։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը, որը միավորում է Ժառանգություն կուսակցությանը, Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներին եւ Հմայակ Հովհաննիսյանին, շաբաթօրը հանրահավաք է անցկացրել Գյումրիում։ Դեկտեմբերի 1-ին Երևանում պատրաստում է հեղափոխական գործընթաց սկսել։ Դա որոշ չափով կապված է դեկտեմբերի 6-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեի հետ, բայց հիմնականում առանձին օրակարգ է, ինչպես են այդ ծրագրերին վերաբերում մեր քաղաքական ուժերը։ Օրվա գլխավոր թեման։ Դեկտեմբերի 1-ին Նոր Հայաստան փրկության ճակատի հրավիրած հանրահավաքը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համարում է աննպատակահարմար։ Ռաֆի Հովհաննիսյանը, որը տապալված քաղաքական գործիչ է, որը խոսելու նույնիսկ այսօր իրավունք չունի, վերեկացել հետ է եկել ինչ-որ նորից բաներ է խոսում, կարծում եմ մենք վաղուց արդեն պետք է մերժենք այդ մարդկանց, կամ էլ Լաչինում հայտնի դեպքերից հետո հետ են եկել Երևան, հիմա էլ նորից էսի ինչեր են ուզում անեն, կամ Հմայակ Հովհաննիսյանի նման վաղուց արդեն մոռացված վերլուծաբանները կամ չգիտեմ ովքեր։ Վահան Բաբայանի այս խոսքը չեք անցկացնի նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը համեմատում է ոստիկանապետի ելույթի հետ։ Ընդդիմադիր ԲՀԿ-ն ավելի լավ է պաշտպանի փողոց դուրս եկած մարդկանց, ինչը որ կանեն իրենք։ Նոր Հայաստանը դուրս է գալու հրապարակ եւ հրապարակում փորձելու է ստեղծել քաղաքացիական ընդվզման օջախ։ Ինչը ողջունելի է։ Մենք կգնանք տեղամասեր, մենք կփորձենք վերահսկել հանրաքվեի գործընթացը, իրանք էլ որպես քաղաքացիներ թեժ կպահեն ազատության հրապարակը, դա էլ նույնպես ես կարծում եմ կլինի նաև հանրաքվեի վերահսկողության յուրահատուկ մեխանիզմ։ Ալյանս կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց փողոց դուրս գալ չի շտապում։ Հանրաքվեն տապալելու համար պետք է միայն ապահովել արդար ընտրություններ, իսկ իշխանափոխության համար նախընդդիմությունը պետք է համախմբվի ու ներկայացնի իր թեկնածուներին։ Մարդիկ չեն պատկերացնում, թե ովքեր են դրանից հետո կառավարելու երկիրը, ովքեր են կրելու կոնկրետ պատասխանատվություն ոլորտ առ ոլորտ, ով է լինելու առողջապահության նախարարը, ով է լինելու գյուղատնտեսության նախարարը, ովքեր են լինելու վարչությունների պետերը, ովքեր են նստելու նախագահական նստավայրում, ով է լինելու վարչապետը, եթե չկա դրա պատասխանը։ Այսօր ռեժիմը քշել, դրանից հետո մտածել ինչպես երկիրը ղեկավարել, ես վերապահումներ ունեմ դրա նկատմամբ։ Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին եւ իշխանությունների նախաձեռնած այդ գործընթացը կիսել է քաղաքական դաշտին։ Հեղափոխական կոչերը եւ վաղը կամ ծայրահեղ դեպքում մյուս օրը իշխանափոխություն իրականացնելու խոստումները Հայաստանում հնչում են առնվազն 1992 թվականից։ Տարբեր քաղաքական ուժեր շարունակ պնդել են, որ եթե հենց այս պահից իշխանափոխություն տեղի չունենա եւ ժողովուրդը այսօր այս ռեժիմից չազատվի, ապա վաղը երկիրը կործանվելու է։ Ռեժիմը չի փոխվել, երկիրը չի կործանվել, սակայն խնդիրները խորացել են։ Հանրային փրկության ճակատը շարունակում է այդ ավանդույթը։ Այս անգամ բոլոր գործընթացները կապված են սահմանադրական փոփոխությունների հետ, այսինքն երկիրը կկործանվի այն դեպքում, եթե փոխվի սահմանադրությունը։ Հանրային փրկության ճակատը սակայն քարոզում է ոչ այնքան ոչ ասել սահմանադրական հանրաքվեի ժամանակ, որքան քաղաքացիական անհնազանդության միջոցով տապալել հանրաքվեն։ Հետևաբար կամ իշխանափոխությունը տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում, կամ էլ այն կկատարվի ոչ ասելու արդյունքում։ Թե ինչպիսին կլինի այս անգամ հեղափոխական սցենարը, առայժմ դժվար է ասել։ Նախնական հայտարարությունների համաձայն Նոր Հայաստան շարժումը չի պատրաստվում գրավել փոստը, տելեգրաֆը, կամուրջներն ու բանկերը։ Սակայն ինչ-որ գործընթացներ այնուամենայնիվ տեղի կունենան, եւ շատ բան կախված է մեր իրավապահների գործողություններից։ Նրանք պետք է բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորեն։ Ամեկլուսի զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյան, իշխանափոխությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ, թե խնդիրը կձգվի։ Մոդա չէ Հայաստանում, բայց պատասխանեմ չգիտեմ։ Դա հայ ժողովուրդը կորոշի, Հայաստանի ժողովուրդը ուզում է փոփոխություն, ուզում է լեգիտիմ իրավագարկ իշխանություն, ուզում է ազատ հնարավորություններ, ուզում է պաշտպանված իրավունքով, ուզում է որ արտաքաղթը գասեցվի եւ Հայաստանը դառնա լիդեր տարածաշրջանի։ Տեսնում է, որ կոռուպցիայի մեջ թաթախված իշխանություն է, հանցագործ, անդրագող եւ տեսնում է, որ անհրաժեշտաբար եթե Հայաստանը պիտի դուրս գա այս դեղաբդույթից, պետք է այս իշխանությունը հեռանա, նախընտրաբար ինքնագամ, եթե չէ ժողովրդի ջնջման։ Դրա համար
դեկտեմբեր 1-ին վաղը ժամը 6-ին Ազատության հրապարակից Նոր Հայաստան ջագատը ժողովրդի հետ մեկտեղ մեկնարկելու է այդ բայկարի հերթական հանգրվանը, որովհետև սա երկարատև բայկար է, սահմանադրությունը, իշխանությունը եւ իրավունքը վերադարձնելու ժողովրդին, եւ արդեն ժողովուրդը կորոշի իր քանակով, իր որակով, իր վճռականությամբ, եթե մենք ունենանք նոր իշխանություն մի շաբաթից, թե մի ամսից, թե երկու ամսից, բայց դա անհրաժեշտ է։ Հայաստանը եթե դառնալու է պետություն, կամ եւ պիտի չմնա հիմա գուսակցաբեդություն, ունենալու ենք հանրապետություն եւ ոչ թե ինչ որ ոմանց համար ինչ որ սպառվելու վայր որպես գուսակցություն, մենք պիտի թե կանխենք առաջիկա հանրաքվեն եւ անկախ նրանից մենք պիտի փոխենք այս իշխանությունը հանուն Հայաստանի Հանրապետության։ Մի շաբաթ դեպի թե մի օր, թե մի ամիս չեմ կարող ասել, բայց անպայման լինելու է։ Ձեր նպատակն է հանրաքվեն կանխելը, թե հանրաքվեում բացասական արդյունք ստանալը։ Մեր նպատակն է ունենալ իրավական սահմանադրական Հայաստան, թունավոր ծառից բարի բդուղ չի կա, այս իշխանությունը գերձ իշխանություն է, ինքը ուզում է Սերժի պետությունը դարձնել հանրապետականի պետություն, բայց մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետություն եւ դրա համար մենք թե ուզում ենք կանխել, որովհետեւ սա համարում ենք գերձ հանրաքվե, ուզում ենք որ ժողովուրդը ինքը որոշի գնա ոչ ասի, թե չմասնակցի, բայց կարևորը այն է, որ այն մարդը, որ այո ասի, ինքը այո է ասում արդակախտի անարդարության այս վիճակի շարունակման եւ նրան, որ նժդե եւ Նավասարյանի գուսակցությունը դառնալու է մենաշնոր եւ եթե դու պիտի ունենաս հերանեկար եւ չարդակախտես Հայաստանից, դու պիտի լինես այդ գուսակցության արբանյակներից մեկը։ Իսկ այդ գուսակցությունը մեզ բերել է բարդությունների, թե ներքին առումով հայ մարդու հայաստանցու արժանապատվության հարցով եւ արտաքին ճակատում մեզ դարձնելով դարածք, գուբերնիա, վաճառելով մեր ինքնիշխանությունը եւ մեր ազգային շահը բոլոր ճակատներում։ Մենք շատ թույլ պետություն ենք, որտեղ ունենք գերձ իշխանություն, գա այդ իշխանության մեջ նվիրյալ փոքր խավմը, փոքրամասնությունը, որը պետք է փայփայել թե իրավաբան մարմիններում, թե դարբեր նախարարություններում, բայց ընդհանուր առմամբ այդ կոռուպցիան, այդ գերձիկը համադարած է եւ Հայաստանի ավանդույթները թե պատմական թե ժամանակակից դրանց հետ աղերս չունեն։ Դրա համար մենք պիտի բայկարենք, որ կանխվի այդ հանրաքվեն, որ չանցնի, եթե չկանխվի, եւ բոլոր դեպքերում, որ մենք ունենանք նոր իշխանություն եւ առաջի անգամ արդահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնք կվերադարձնեն իշխանությունը ժողովրդին 95 թվականից այս կողմ առաջի անգամ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Իմ զրուցակիցն Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանը։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարժ Քոչարյանը 2004 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրած ասուլիսում վերլուծելով Հայաստանի շուրջ ներկայիս իրավիճակը այն բնութագրել է որպես լիակատար մեկուսացում։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով ստեղծված իրավիճակից միակ ելքը ժողովրդավարացումն է ընտրությունների միջոցով։ Էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել նոյեմբերի 30-ին անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Նյութեր Ամեկլուսի պահոցից։ 1998-ի նոյեմբերի 30-ին ազգային ժողովը կառավարության հետ քննարկում է բոնդերի, այսինքն ոչ շուկայական պարտատոմսերի միջոցով տնտեսությունն աշխուժացնելու ծրագիրը։ Այս ծրագրի արդյունավետությունն ապացուցող լավագույն օրինակը Իսրայելն է, որը բոնդերի միջոցով տարեկան $1 միլիարդ է մտցնում երկիր։ Բոնդերի աշխատանքի համար էական է անհատի եւ պետության համագործակցությունը։ Ֆինանսների նախարարն ասում է, պետությունը նման ռիսկի տակ չի մտնի։ Էկոնոմիկայի նախարարը ասեց եվրաբոնդերի մասին, եւ այդ եվրաբոնդերի ծրագիրը դա ֆինանսների էկոնոմիկայի նախարարության առաջարկն է, մեր առաջարկը չի։ Մեր առաջարկը ուղիղ հակառակ ծրագիրն է, հակառակ խնդիրը լուծելն է, ոչ շուկայական բոնդերն են, որոնք երկրորդային շուկա չունեն, հետեւաբար երկրի արտաքին պարտքը կարելի է կարգավորել։ Մարտունիում կովերի կենցաղը 1998-ի այս օրերին անակնկալ է մայրաքաղաքի բնակիչների, բայց ոչ մարտունեցիների համար։ Խոտից զրկված կովերը գոյություն են պահպանում աղբանոցներում, քաղաքապետը մտադիր է ձեռնարկել կտրուկ գործողություններ։ Նույնիսկ կձերբակալենք այդ անասուններին, քաղաքացին, հատկապես անասունի տերը կպատժվի, որից հետո նոր բաց կթողնենք։
Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը 1999 նոյեմբերի 30-ին պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովին։ Պատճառներից մեկն այն է, որ Գրաչովը մտերիմ էր մեկ ամիս առաջ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ։ У нас были с ним самые теплые отношения, которые в дальнейшем перешли и в семейную дружбу, и в личную дружбу. Хотя мы прекрасно понимали и отстаивали свои интересы. Я интересы России, он интересы Армении. Это, ինչպես ռուսներն ասում են, туалетная бумага։ Կաթողիկոս դառնալուց մեկ ամիս հետո ՄԱԿ-ի դիմաց նստած անող այս սքեմավորները Գարգին երկրորդի հրամանագրով կարգալույց լինող առաջին հոգևորականներն են։ Նրանք սպասում էին այսպիսի որոշման, քանի որ կաթողիկոսին չէին էլ ճանաչում որպես ընտրյալ։ Փաստաբան Աշոտ Սարգսյանը 2000 նոյեմբերի 30-ին պնդում է, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին ազգային անվտանգության ծառայությունը բոլոր մանրամասներով տեղյակ է եղել Նայիրի Հունանյանի պլաններից։ Նայիրին հենց ԱԱԾ գործակալին է ասել, թե ինչպես եւ ինչ գործողություններ է իրականացնելու հոկտեմբերի 27-ին խորհրդարան մտնելուց հետո։ Հոկտեմբերի 8-ին, ուրեմն Նայիրի Հունանյանը մենակ ուրեմն գրիչ թուղթ չի ունեցել, որ սխեման նկարագրի, թե ոնց են մտնելու, ինչ են անելու, բայց բարձ ասել է, մտնելու եմ ազգային ժողով, սպանեմ, կոչ անեմ ժողովրդին, իշխանափոխություն անեմ, գրավեմ հեռուստատեսությունը, օդանավականի տակ դալեմ։ Մենակ այսինքն այդ ազգային անվտանգության այդ բարձրաստիճան սպան այդ եսայան կոչեցյալը, որ մինչև մի մեջերից աշխատում է։ Մենակ մնում էր Նայիրի Հունանյանի թղթով բաներ, որ ինքը հավատա, չկա ոչ մի էջ տարայական քննություն այս քրեական գործում ազգային անվտանգության վերաբերյալ, թե ոնց եղավ, որ սա սենց եղավ։ Յոլա չգնացի ինչպես նախկին սովետական կարգերի, այնպես էլ ներկայիս ազատ անկախ Հայաստանի ներկա իշխանությունների հետ։ Քաղբանտարկյալների ակումբ 65-ը 2000-ի այսօրը հայտարարում է, որ այսպիսի Հայաստանի համար չեն պայքարել։ Նախկին քաղբանտարկյալները նույնիսկ դժվարանում են ասել, թե որ իշխանությունների օրոք էր կյանքն ավելի տանելի՝ կոմունիստական, թե անկախ Հայաստանի։ Այս ակումբի անդամ է նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որի հետ հավաքվածները հույսեր չեն կապում։ Պարոն Անդրանիկ Մարգարյանը կարող է կատարել այն, ինչ կասի պարոն Ռոբերտ Քոչարյանը։ 2001-ի նոյեմբերի 30-ին խորհրդարանը խոսում է Հայաստանի էներգետիկ համակարգի խայտառակ վիճակի մասին։ Գազի եւ միջուկային վառելիքի պատճառով կուտակված պարտքերն ըստ падգամավոր Ֆիլարետ Բերիկյանի արդեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Պարտատերերին պարտքի դիմաց տալու ենք մեր երկիրը։ Ականջներդ կանչի ճակերտավոր ազգային արմատականներ, որ միջնադարյան պատկերացումներով արմատական դիրքերից պայքարում էիք բաշխի ցանցերի սեփականաշնորհման համար։ Իսկ հիմա որ երկիրը տանք, հետո չգիտեմ ում դեմ ենք պայքարելու։ 2002-ի նոյեմբերի 30-ին Հանրապետականը հայտարարում է, որ մյուս տարվա փետրվարի նախագահի ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ 2009-ի այսօրը Հանրապետականի անդամ Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարում է, որ մտավորականը պարտադիր պետք է լինի կուսակցության անդամ։ Պարտադիր է։ Մտավորականը չի կարող լինել իր երկրի գլխավոր իրադարձություններից դուրս։ Չի կարող լինել սոփեստորեն նստած իր գրասեղանի մոտ եւ ասի, որ ես գրել եմ այս գիրքը, այս բանաստեղծությունը, այս եւ այլը, դա պետք է մասնակից լինի կյանքի բովին։ Դուք ուզում եք իմ դերը սահմանափակել միայն արվեստանոցի հետ, չի ստացվի։ Երիտասարդ ԲՀԿ-ականը եւ երիտասարդ հակականը բանավիճում էին այն մասին, թե որքան կարելի է նույն թեմաներով խոսել։ Իրոք երբեմն պետք է հայտարարել ոչ թե լռության օր, այլ լռության մեկ ամսյակ։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Շատ խոսալով քաղաքականություն չեն իրականացնում։ Ճիշտ է, պարոն Բաբայան։ Իսկ դուք դեռևս խոսում եք, ինչ ես հիշում եմ 2008 թվականից խոսում եք։ Մենք խոսում ենք մի բանից, դուք խոսում եք 40 տարի խոսալ խոսալիքը։ Մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, իսկ եթե քաղաքականության մեջ ամեն օր մարդիկ նույնը ասեին, արգելի օպոնենտ, Հայաստանը կապրել դեռևս կոմունիստական կուսակցության ժամանակներում։ Հայաստանը կապրել սովետական միությունում, եթե մարդիկ խոսեին այն, ինչ որ միշտ խոսացել են։ Եվ ձեզ խորհուրդ եմ տալի հենց այդպես շարժվել։ Խոսացեք այն, ինչ որ խոսացել 50 տարի հետո կհանդիպենք։ Но я и здесь молчать не буду. Товарищи!
Зоопарки тигру не докладывают мясо! Пока не поздно, спасайте хищника! Если спросит, откуда знаете, на меня валите.